Երկրորդը այն գործարաններն են, որոնք որ 30 կամ 40 կամ 20-15 տարի առաջ սեփականաշնորհվել են եւ ոչինչ չեն ոչ մի գեներացիա չկա, ոչինչ չեն ստեղծում, հարկեր չեն վճարում, ուղղակի այդպես կանգնած են, տեղ կոմունիկացիաներ կա, որոնք որ դրա մասին նույնպես պետք է մտածեք, հենց այդտեղ է պետք պրոգրեսիվ հարկային քաղաքականություն տանել, որպեսզի այդ գործարանները սկսեն աշխատել եւ հարկ վճարել, աշխատատեղեր ստեղծեն։ Այս երկու խնդիրը, որոնք որ ես համարում եմ կարեւոր, եւ երրորդը, արք ու վաճառքը նույնպես հնարավոր է ապագայում, որ դա նույնպես տեսնենք որպես հարկային ուղղություն։ Եվ ամենակարևորը, խնդրում եմ մի բան գիտակցեք, ցանկացած գույք, ցանկացած տարածքում դա կարելի է որպես գործունեություն համարել։ Եթե մարդը մտածի, կարող է իր մի գույքը հանձնել վարձով, վերանորոգել, միշտ գույքը ամբողջ աշխարհում դիտվում է որպես գործունեության մի ձև։ Մարդիկ կան տասնյակ, 100 գույքեր ունեն, որով մինչև անգամ գործունեություն են ծավալում։ Խնդրում եմ սա նույնպես դիտարկեք, եթե մարդիկ կվճարեն արդեն այդտեղից ավելացած արժեքի արկ իրենց գործունեության ընթացքում, կարող եք այդտեղ որոշակի զիջումների գնաք, դրանով ավելի շատ կգեներացվի։ Շնորհակալություն։